աղջիկս հետ եմ ասում, նախ ձեր առողջությունը պաշտպանեք, ուրիշի վատություն մի կանի, մի կռվի, որ քեզ ուզում են վատություն անեն, դու մի պատասխանի, երբ որ չես պատասխանում, այն արհամարելուց ավելի ուժեղա, որ պիտի արհամարես, կռվես, չէ, արհամարի, ոչ դու, ոչ ես։ Տատ, այնքան սիրուն աչքեր ունեք, ջայր ժամանակ շատ սիրուն եք եղել, հələ ձեր սիրո պատմությունը պատմենք։ Ջայր ժամանակ շատ լավ կյանք եմ անցկացրել, ամուսինս շատ լավ մարդ է եղել, ամեն ինչով լավ եմ եղել, պարտք չեմ ունեցել, ճիշտ է, սովը տեսել եմ հայրենական պատերազմի, կռիվները ես մեր տեսել եմ, շատ նեղություններ եմ քաշել տենց։ Տատ որ կամ գնամ։ Ես տալանը մտի ծախ կանգնի աղջիկ, ահա, ծախ կանգնի ու գնանք կոֆե խմենք։ Ես ինչ լավ բան ես ասում։ Մի հատ մեզ օգորնեք։ Բայ առողջ լինեք, գործի մեջ հաջող լինեք։ Ընտանիքի գլխի լինեք, խորը ծերությամբ ձեր ընտանիքի հետ ապրեք, լավ ապրեք, վատություն չանեք երեխեք ջան, վատություն անողին արհամարեք, պատասխանը մի տվեք, ամենալավ վիրավորանքն է իրան, շո ուրիշ ոչ մի բան։ Ինչ պլաններ ունեք ապագայի։ Ոչ մի բան ցավ տանեմ, երեխեք առողջ լինեն, ավարտեն, ամուսնանան, ես թե երբ կմեռնեմ Աստված գիտի։ Կյանքը քաղցր է, ինչի մեռնեք։ Իմ կյանքս, մաման մեռնի քեզ ինչ ասեմ, ունեմ մի հատ տղա 76 տարեկան, երկու թոռ ունեմ, 4 հատ ծոր ունեմ, մի ծորս 23 տարեկան է, կռվում 44 պատերազմին մասնակցել է, վիրավորել է, հիմա պոլիտեխնիկը վերջի կուրսն է, դիպլոմի վրեն է, այն մի թոռս բժշկականի երրորդ կուրսն է, աղջիկ ունեմ ծոր, դրանք ծորներս են, հայտնի Դաշնակահարույա, Ավանեսյան Այդա, հիմա Դնեպրեք ասում դամում է, չէ, գնացել է դասերին, գնում են ծովապել չի։ Դուբայ, հիմա Դուբայ է, դասերի է, նվագում է, ստեղ կոնսերվատորյան առաջի կուրսը առանց փողի անվճար, են մեծ ծորս էլ անվճար, պոլիտեխնիկը, են մի ծորս, վերջի ծորս արդեն 11-րդ դասարանն է, Տիկին հրանիշ։ կավարտի, վսյո, էլ բան չունեմ, շատ կապնված եմ, 2 հատ լավ հարս ունեմ, շատ լավ աղջիկներ են, անդիր։ Մաման մեռնի քեզ, արդեն երեխեք ստեղավորված են, աշխատում են, շատ լավ պարտքեր չունեն, ամեն ինչ տեղը տներ ունեն։ Մեռնելու ժամանակն է։ Տներով ապահովել եմ մաման մեռնի քեզ, մի թոռս 3 լավ սենյակ դեմիրջան, մի թոռս Չարենց 3 սենյակ լավ, տղիս ստեղ 2 սենյակ, ես էլ ստեղ, իմ տունս է, եկեք գնանք կոֆե խմենք։
ապրես, տատ։ Այս տանոթությունը, այս որ դու մենակ 96 տարեկանում ինքնուրույն գնում ես եկեղեցի։ Ամեն տեղ գնում եմ, մաման մատաղ երեխեքս տունը գնում եմ թորներից։ Ես իրանց նեղություն չեմ տալի, հակառակ ամբողջ ամառը ես զակատները բոլոր ես եմ անում ու որ երեխեքը ծմերը անշունը նեղություն չքաշեն, կան տանեն։ Տատի, ինչ ես ուտում, ինչ վարժություն ես անում, որ երկար ես ապրել։ Չգիտեմ, մաման մերն է։ Չես ասում գաղտնիքները։ Գաղտնիք չունեմ, մաման մերն է քեզ։ Երևի թե որ լավ ամուսին եմ ունեցել, լավ ընտանիք եմ եղել, կռիվ գալմաղալ չի եղել, բարեկամությունը շատ լավ են եղել եւ կերսանցս կողմից կիսուր կերսար տաներ այդենց են եղել Ղարաբաղցի իրեն իրանք սաղ հին ոչ թե հիմիկվա մամայիս ընտանիքը շատ լավ պապաս էր զնկացի 5-15 թվից եկած մամաս էլի էր զնկացի Թուրքիայից փախած եկած Պապաս շատ լավ ֆոտո նկարիչ է եղել հայդի, ֆոտո հայդնի, այն ժամանակ Դավիթ Սասունցկի արսանի տեղը եղել է իմ պապայիս պավիլյոնը, այն ժամանակ, հարուստ ենք եղել, փառք Աստծու։ Տոտիկ ինչ հետաքրքիր է, ապրեք, զորանակ, երկար կյանք Ցանկանում եմ ձեզ առողջություն, հաջողություն, կապուտ ճանապարհ, դժվարություն չքաշեք, դժվարությունն էլ դժգոհություն չանեք, ոչինչ, ամեն ինչ յոլա կտալի, ամեն ինչ։ Լավն ասենք, Սովնել եմ տեսել, քաղցնել եմ տեսել, կռիվներ եմ տեսել, տես քանի պատերազմ եմ տեսել, փառք Աստծու։ Աշխարհի խաղաղություն լինի, երեխեքին առողջություն ջահելներս, զինվորներս սաղ սալամատ գնան ծառայեն հայրենիքին կան, պատերազմ չլինի։ ապրես, զորանաս, ապրես։ Էլ բան չկա մաման մերն քեզ։ Բայց ես ասում մերնի, ասամ, Եկեք գնանք կոֆե խմեք, էլ ինչ կլինի։ Շատ ապրեք, ինչ լավ ծանոթացանք։ Ինչ լավ է որ չամաչեցիք եկաք, ամաչում են գան մեկ-մեկ։